Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում առավոտյան 5.6-5.7 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է Բաթթալգազի շրջանում, Մալաթիա քաղաքից մոտ 20-25 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է ոչ մեծ խորության վրա, մոտ 7-10 կիլոմետր, ինչի պատճառով ցնցումները եղել են հատկապես զգալի։ Ստորգետնյա հարվածները իսկական խուճապ են առաջացրել։ Մարդիկ դուրս են վազել փողոցներ, դպրոցները տարհանվել են, իսկ դասերը չեղարկվել։ Ցնցումները զգացվել են ոչ միայն Մալաթիայում, այլև հարակից շրջաններում, ներառյալ Սիրիայի, Լիբանանի, Իրաքի եւ նույնիսկ Վրաստանի տարածքներում։ Հիմնական ցնցմանը հաջորդել է մինչև 3.6 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումների շարք։ Ըստ իշխանությունների նախնական տվյալների զոհեր չկան։ Այնուամենայնիվ տարածաշրջանը դեռևս ապրում է տագնապի մեջ 2023 թվականի աղետալի երկրաշարժերից հետո, որոնք տասնյակ հազարավոր կյանքեր խլեցին եւ խորը վերքեր թողեցին։ Արցախի հանրապետության հանրային խորհուրդը պաշտոնապես հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին սպառնացող դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը ակնհայտ սադրանք է եւ որևէ առնչություն չունի արցախցիների հետ։ Խորհուրդը խստորեն դատապարտել է իշխանության կողմից գեներացվող ատելության խոսքն ու արցախցիներին որպես ներքաղաքական լարվածության աղբյուր թիրախավորելու փորձերը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նույնպես պնդել է, որ տեսագրությունը իշխանությունների կազմակերպած բեմադրությունն է, նպատակ ունենալով Փաշինյանին զոհ ներկայացնել եւ արդարացնել նոր բռնաճնշումները։ Հիշեցնենք, որ տարածված տեսանյութին արաբկիրում անդրադարձել էր հենց Փաշինյանը, ինչից հետո քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Արցախի հանրապետության խորհուրդը կոչ է արել իրավասու մարմիններին պատշաճ գնահատական տալ այս երևույթին եւ դադարեցնել հասարակությունը պառակտող վտանգավոր հռետորաբանությունը։ Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվել են ԱԱԾ շենքի մոտ շնորհավորելու arczepiskopos-ի ծննդյան 55-ամյակը։ Ակցիայի մասնակիցները, որոնց միացել էին նաև ընդդիմադիր падգամավորներ ու քաղաքական գործիչներ, տորտ ու շնորհավորական նամակներ են բերել, վանկարկելով լույսը հաղթելու է խավարին։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Սրբազանին անվանել է քաղբանտարկյալ, նշելով, որ նրա ակցիաները եղել են Հայաստանի պատմության մեջ ամենամարդաշատը։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն այժմ կալանավորված է առերևույթ իշխանությունը զավթելու եւ ահաբեկչություն պլանավորելու մեղադրանքով քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունների հիման վրա։ Այսօրվա միջոցառումն ավարտվել է խորհրդանշական տորթը կտրելով եւ նամակները Սրբազանին փոխանցելու խոստումով։ Մի շատ պարզ բանաձև գոյություն ունի։ Յուրաքանչյուր քաղբանտարկյալ, առաջին հերթին այսօր նաեւ Սրբազան հայրը Բագրատ Սրբազանը իր բանտախցում լինելով պայքարում է մեր իրավունքների համար։ Իրենք ամենաթանկը ազատությունը, դրանից թանկ միայն երևի կյանքն է։ Ծառայեցնում են պայքարին։ Իրենք անազատության մեջ լինելով պայքարում են ու մենք պարտավոր ենք գոնե նման օրինակ ակցիաներով եւ անդադար բարձրաձայնելով քաղբանտարկյալների հարցը ուշադրության կենտրոնում դա պահել։